Բարև ձեզ սիրելի երևանցիներ։ Ոնց եք։ Առաջինը ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել, որտեղ վստահ եմ, որ ապրում ենք աշխարհի լավագույն մայրաքաղաքում։ Եվ այսօր մենք այստեղ հավաքվել ենք երևանցիներով, հայաստանցիներով, որպեսզի խոսենք այն խնդիրների մասին, որոնք լուծելի չեն, եթե չլինի իշխանափոխություն։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել երևանցիներին, որոնք ամեն անգամ երբ հոգեկան խանգարումներ ունեցող երկրի ոչ բարով վարչապետը դուրս է գալիս Երևանի փողոցներ, մարզերում կազմակերպած իր այդ ներկայացումները Երևանում չի ստացվում։ Երևանցիները շատ շուտ իրեն սադրում են, որպեսզի նա ցույց տա իր իրական դեմքը։ Իր ատելությունը սեփական ազգի հանդեպ, իր ատելությունը մեր ազգային արժեքների հանդեպ եւ պարզապես այն փաստը, որ նա հոգեկան հիվանդ է։ Ժողովուրդ ջան, մի մանիպուլատիվ սուտ կա, որ ասում են, հատկապես Ավինյանն է ասում, որ 23 թվին ԿՊ-ն արդար կերպով քաղաքապետ է ստացել անում։ Սա սուտ է։ Այս մարդիկ չունեն որևէ բարոյական կարմիր գծեր եւ միակ պատճառը, որ իրենք ունեն այսօր քաղաքապետ, դա այն է, որ իրենք մանդատ գողացան մի քաղաքական միավորից, որը իր ամբողջ քաղաքական կապիտալը ստեղծել է ԿՊ-ին մեր ու մանուկ քրֆելով։ Դա է իրականությունը։ Սկզբունքներ չունեն։ Միայն ուզում են վերարտադրվել, որովհետև ուզում են հարստանան, որովհետև հասկանում են, որ իշխանափոխության դեպքում հերթով գնալու են բերդ։ Քսաներեք թվականին Քարոզ Արշավի ժամանակ ասենք անենք Ավինյանը, ձեզ ասել էր, որ գույքը արկը թանկանալու է։ Տատիկներին եւ պապիկներին ասել էր, որ իրենց ամուսիններից ժառանգություն մնացած բնակարաններում, եթե բնակարանները մեծ են, պետք է կրկնակի վճարեն աղբանությունը։ Ասել էին, որ սրանից հետո քառակուսի մետրն է կարևոր, կապ չունի, եթե 200 քառակուսու մեջ ապրում է 1-80 տարեկան տատիկ, պետք է վճարի ավելի շատ, քան թե 50 քառակուսում բնակվող 5 հոգին։ Սրբուի Գալյանը, մեր դատախազը, մնացած այդ ուժայինների հրաշալի կանայք, որ ասում են երկրում կա օրենք, հարց եմ տալիս, եթե երկրում կա օրենք, ինչպես այսպես ստացվեց, որ 13 անգամ կարմիր գծերը ապօրինաբար տանկացրեցին, դատական 2 վճռով 10 կոլեգիալ դատավորների կազմով հաստատվեց, որ տանկացումը ապօրինի է, որ տեղական վճարը չի կարող լինել փողոցները խցանումներից ազատելու համար։ Բայց եթե դնում ենք իրավական մասը մի կողմ, օքեյ, անգրագետեն չեն իմացել։ Փողոցները բեռնաթափվել են ժողովուրդ։ Խցանումները քչացել են, որ գնում եք կենտրոն մեքենա կարողանում եք կայանել։ Այս մարդիկ թքած ունեն օրենքի վրա։ Այս մարդիկ որովե կերպ հետաքրքրված չեն ձեր կյանքը լավացնելով։ Իրենք մինչև 18 թիվը սաղորը խոսում ու լացում էին, որ կոռուպցիան լավ բան չէ։ Ես ու իմ նման շատ միամիտ մարդիկ էլ 2018 թվին ուրախացանք։ Ասեցինք արատավոր բարկերը գնալու են, էլ վատ թաղապետեր չենք ունենալու, ծանոթ բարեկամ չենք ունենալու, ինչ ունենք այսօր։ Այսօր ունենք մի վիճակ, որ օրենքը չի գործում, դատարաններում հայտնվում են բացառապես ընդդիմադիրները եւ ցանկացած վճիռ կարմիր գծերի վճռի օրինակով ԿՊ-ի կոռուպցիոներ կերպարին օրենքի ուժ չի ստանում։ Այս ամենը ունի մեկ լուծում ժողովուրդ ջան։ Երբեք մի հավատացեք, որ ձեր ճակատագիրը կարող են որոշել Մոսկվայում, Լոս Անջելեսում, Անկարայում, Բաքվում։ Մեր ճակատագրի տերը մենք ենք։ Եվ մեր ճակատագիրը մենք ենք որոշելու հունիսի 7-ին։ Եթե մնաք տանը, ոչ ոքի չմեղադրեք, որ Նիկոլը մնաց վարչապետ։ Եթե գնաք ընտրեք մարդկանց, ովքեր ունեն 0.2% ԿՎ-ի պոտենցիալ, չմեղադրեք, որ Նիկոլը մնաց։ Որովե արկածախնդրության հետևից մի գնացեք։ Այստեղ կանգնած է մարդ, ով ոտքի է կանգնացրել 2 հանրապետություն։ Առաջինում եղել է պատերազմ, նա այդ պատերազմը հաղթել է։ Իսկ երկրորդում 10 տարվա ընթացքում մեր տղեկը գնացել են բանակ,
ու տղամարդ հետ են եկել, նահատակներ չենք ունեցել, որովհետև շարքայինից մինչև գեներալ բոլորը իմացել են, զենքդ լավնա թե վատնա կապ չունի, թուրքը կրակումա պետք է պատասխանես։ Դա է եղել մեր պետության սկզբունքը եւ այդ սկզբունքը միշտ բնակիչները վերցնում են օրինակ առաջնորդից։ Եվ խոսքս կուզեմ եզրափակել մեկ այլ թեմայով, որը քաղաքային թեմաներին չի վերաբերվում, բայց կրկին վերաբերվում է մեր սիրելի Երևանին։ Ժողովուրդ ջան, Երևանում չպետք է երբևիցե ունենանք մի իշխանություն, որ թույլ տար, որ Ադրբեջանի ղեկավարը առաջի անգամ հնարավորություն ստանալով Հայաստանում թեկուզ հեռահար ելույթ ունենալ, Արցախի բնիկ հայ ժողովրդին անվանեն սեպարատիստ։ Որովե մեկը Հայաստանում իրավունք չունի արցախցիներին տեսնել իբրև օտար, որովե մեկը իրավունք չունի մեր արդար ժողովրդին կոչել սեպարատիստ, որովե մեկը իրավունք չունի մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են Բաքվում, անկախ քաղաքական ճաշակներից, կոչել ռազմական հանցագործ։ Այդ մարդիկ առնվազն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, երբ իրենց պետության վրա հարձակվել են, չեն փախել բունկերներում կարմիր գինով հարբել։ Մնացել են, սպասել են մինչև իրենց վերջին հայրենակիցը դուրս գա, նվիրելով իրենց ճակատագիրը անհասկանալի ուղղության, կարևորություն տալով սեփական բնակչության փրկվելուն։ Մի խափնվեք, որ Եվրոպան եկավ Երևան եւ մենք դառնալու ենք Եվրոպա։ Խոսք եմ տալիս ձեզ։ Նիկոլը եթե մնաց, Եվրոպան լինելու է նախընտրական Հայաստանում, Թուրքիան լինելու է հետընտրական Հայաստանում։ Եվ երբ որ մենք անընդհատ լսում ենք ինչպես են այս ապիկարները մեղադրում Ռուսաստանին տարբեր վատ բարեկամական հարաբերությունների մեջ, ձեզ հարց տվեք։ Մենք Հայաստանը Նիկոլի հետ դոշի վրի փոքր քարտեզը, այդ երկիրը ինչ է ակնկալում Ռուսաստանից, եթե թույլ է տալիս Զելենսկին գա Հայաստան եւ Երևանում խոսի Ռուսաստանի դեմ։ Կամ Եվրոպայում ռեյտինգ կորցրած ղեկավարները, որոնք որ չեն վերարտադրվելու, գալիս են ստեղ, Նիկոլը իրենց է օգտագործում իրենք Նիկոլին, սեփական կերպարը մաքրելու համար, բայց ես ձեզ վստահեցնում եմ, Եվրոպայում գրեթե չի մնացել մի մայրաքաղաք, որը Երևանի պես մաքուր եւ անվտանգ է։ Մեզ պետք չէ սովորացնել ինչպես ապրել։ Հայ ազգը դա դարերի քաղաքակրթություն է։ Մեր քաղաքը անվտանգ է, մեր քաղաքը պատկանում է հայերին եւ այդպես պետք է մնա։ Եվ որպեսզի այդպես մնա, հունիսի 7-ին բոլորս միասին պետք է գնանք ընտրատեղամաս, որովհետեւ միասին համար շնորհակալություն։